Ես ուզում եմ առանձնանամ ու մենակ ապրեմ։ Ու դու այդ ամեն անում ես մեզանից թաքուն։ Հա, պապ, որովհետև եթե դուք իմանայիք, ինձ թույլ չէիք տա։ Ես չեմ ուզում մինչև 60 տարեկանս ապրեմ հայրական տան մեջ ու մեծացնեմ աղբորս երեխեքին։ Աղջիկ ջան, նախ ես 60 չեմ, 48 պետ, երկրորդ է դրա մեջ ինչ կա։ Իմ էշքելք ասա, որ ամբողջ կյանքս կործանել եմ ձեզ պահելով մեծացնելով, հիմա եկել ես հորքուրիդ ասպես տունը մնացած, շատ շնորհակալ եմ, ապրես բեմաճած։ Որ կներես, ուղղակի ոչ մեկը ինձ չեք հասկանում։ Պապ, կարան գնանք առանձին խոսենք։ Ես ուզում եմ գնամ այնտեղ մենակս ապրեմ։ Հորը չես հասկանում, հարցը նա չի, որ ինքը տուն ունենա, ուզում է ուղղակի առանձին ապրի։ Պապ, ես իմ կյանքը իրավունք ունեմ ապրեմ նենց, ոնց ես եմ ուզում։ Ու ոչ ոք ինձ չի խանգար։ Այսինքն ոնց ես ուզում դու ապրես։ Սենց եկել է անում, որ շատ աղջիկներ իրենց հայրական տնից թողում ու փախնում են։ Ուղղակի ամուսնանում են ինչ-որ մեկի հետ ու գնում են հայրական տնից։ Աղջիկ ջան, քեզ ոչ ոք չի ասում, ամուսնացի ու գնա այս տնից։ Մամ, պապ, ես իմ որոշումը կայացրել եմ։ Սա նշանակում է, որ դու հորդ խոսքը չես հարգում։ Եթե այս իմ քայլի պատճառով իմ հետ էլ չես խոսելու, ինչ ասեմ, որոշումը քոնն է։ Սառածաչկեր քամու մեջ տակ ինչպես է չփակ քնացել է շտակ քանդած պատեր քամած պատիվ կիսատանցյալ անգույն ներկա անքայլուղի ձգտում փողի երազանքներ խաղացողից